Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 11։ Եվ սա է այն ավետիքը, որ նրանից լսեցինք և պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է և ոչ մի խավար չկա նրանում։ Առաջին Հովհաննես 1:5 խոսք։ Այն բարության էությունը, այն անստեղծ կատարելությունը, ով կար սկզբից հավիտենությունից և հավասար էր Հորը, և ով ի վերջո բնակվեց մարդկային բնության մեջ մեղավորների փրկության համար, այն մեծ թեման էր, որի մասին առաքյալը գրում էր իր եղբայրներին։ Առաքյալները տեսան նրան, երբ մի քանի տարիների ընթացքում ականատես եղան նրա իմաստությանն ու սրբությանը, նրա հրաշքներին, սիրուն և ողորմածությանը, մինչև որ տեսան նրան մեղավորների համար խաչված և ապա մեռելներից հարություն առած։ Նրանք շոշափեցին նրան, ստանալու նրա հարության լիակատար ապացույցը, այն աստվածային անձը, կյանքի խոսքը, Աստծո խոսքը, հայտնվեց մարդկային բնույթով, դառնալու մարդկության համար հավիտենական կյանքի հեղինակ ու կատարող, իր արյան քավության և իր վերածնունդ տվող Հոգու ազդեցության միջոցով։ Առաքյալները հռչակեցին այն, ինչ տեսել և լսել էին, որպեսզի հավատացյալները կարողանային հաղորդակից լինել իրենց մխիթարությանը և հավիտենական հարստություններին։ Նրանք ազատ մուտք ունեին Հայր Աստծո մոտ։ Նրանք զգացին ճշմարտության ուրախությունը իրենց հոգիներում և հայտնեցին դրա գերազանցությունը իրենց կյանքում։ Հավատացյալների այս հաղորդակցությունը Հոր և Որդու հետ սկսվում և պահպանվում է Սուրբ Հոգու ազդեցությամբ։ Քրիստոսի շնորհած օրհնությունները նման չեն այս աշխարհի չնչին բարիքներին, որոնք առաջացնում են ուրիշների նախանձը։ Ընդհակառակը, Աստծո հետ հաղորդակցության ուրախությունն ու երջանկությունը լիովին բավարար են, որպեսզի ցանկացած թվով մարդիկ կարողանան դրանից օգտվել։ Եվ բոլոր նրանք, ովքեր կարող են վստահորեն ասել, որ Հոր հետ իրենց հաղորդակցությունը իրական և կենդանի է, կձգտեն ուրիշներին էլ առաջնորդել նույն օրհնությանը հաղորդակից լինելու։